Ողջույն իմ հարազատ աշտարակ։ Ուժեղ աշտարակցիներ, ես պատիվ եմ ունեցել իմ մանկության բազմաթիվ օրեր անցկացնել այս քաղաքում, այստեղ բազմաթիվ հարազատներ ունեմ։ Ժողովուրդ ջան, բայց ցավոք մեր սիրելի քաղաքը եւ մեր հարազատ Արագածոտնի մարզը ունի բազմաթիվ խնդիրներ։ Ինչ է կատարվում։ Այսօր մեր քաղաքում, մեր մարզում ու մեր երկրում մի իշխանություն է, որը մեր անվտանգությունը հարվածի տակ է դերել, բերել է 3 պատերազմ, հիմա սպառնում է ևս մեկով, մեզ սպառնում է մեր իշխանությունը, մեզ սպառնում է մեր թշնամին, այս ընտրությունները Հայաստանի համար հերթական ընտրություն չեն, սրանք ճակատագրական որոշում են լինելու, ինձ համար, ձեզ համար, յուրաքանչյուր հայ մարդու համար, ու այո, մենք պետք է որոշում կայացնենք, ինչ ենք մենք ընտրում, մենք ընտրում ենք այս իշխանությանը, որը հենց այս մարզում փակում է 24 դպրոց, կրճատում է հարյուրավոր աշխատատեղեր ուսուցիչների համար, կրճատում է հարյուրավոր դպրոցներ, որտեղ ուսանում են 808 աշակերտներ, թե ընտրում ենք մի քաղաքական ուժի, մի առաջնորդի, ով առաջարկում է բարձրացնել մարզերում ուսուցիչների եւ ուժ աշխատողների աշխատավարձերը 25%-ով։ Ժողովուրդ ջան, այս իշխանությունները ինչ անում են, ասֆալտ են փռում, ինչ որ դպրոցներ են փակում ուրիշ դպրոցների, բացում ուրիշ դպրոցների փակման արդյունքում, դա անում են բոլորիս գրպանի հաշվին, մեր պետբյուջեից, մեր առաջնորդ Սամվել Կարապետյանը այն մարդն է, ով մի պետության չափ օգնություն ու ներդրում է կատարել մեր երկրում, իր աշխատանքի եւ իր գրպանի հաշվին, ուստի մենք ասում ենք ոչ, այլևս պետության բյուջեից թալանը եւ կորզումը եւ ասում ենք այո մի մարդու, ով իր անձնական գրպանից միշտներ է դրել հայերիս բարեկեցության եւ մեր պետության վաղվա ապագայի համար։ Այնպես որ առաջինը կոչում ենք փոփոխության համար 3, փոփոխության համար 3 Եվ հիմա կարևոր ուղերձ, ժողովուրդ հունիսի 7-ին գնում ենք ընտրության, բոլորս մեր հարազատին, մեր ընկերոջը, մեր բարեկամին, ասում ենք, որ սա, ինչպես նշեցի, ճակատագրական ընտրություն է, ինչ ենք մենք ընտրում, 300,000 ադրբեջանցի Հայաստանում, թե 300,000 աշխատատեղ մեր հայրենակիցների համար, ինչ ենք մենք ընտրում, աղքատության շարունակական ավելացում, թե 0 աղքատություն մեր երկրում, ինչ ենք մենք ընտրում, բարեկեցիկ ապահով ապագան, թե արդեն 2 անգամ փորձված կեղծ խոստումները, կարծում եմ բոլորիս պատասխանը միանշանակ է, ուժեղ եւ բարեկեցիկ ապագայի համար, ընտրում ենք 3, փոփոխության համար 3, փոփոխության համար 3, ու սիրելի աշտարակցիներ, վերջապես այս երկրում մի ուժ, մի գործիչ է եկել, ով սեփական բարեկեցությունը զոհաբերել է, որովհետև սիրում է հայ ազգը եւ սիրում է հային, շնորհակալ եմ։ Ուժեղ Հայաստան, ազատ